Նոյան Տապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Սաքունց, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Շնորհակալ եմ, ողջույններս։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով, նրա փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը եւ մոտ ապագայում ակնկալում են ավելի արդարացի որոշում։ Դուք նրա շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով ձեր Facebook-յան էջում գրել եք, որ Պուտինի բռնապետական ռեժիմի օլիգարխ պատանդին քաղաքական դեմք մի որակ է ամոթ է։ Ինչ դիտարկումներ կանեք եւ նրա գործունեության հետ կապված, այսինքն Հայաստանում այս վերջին ծավալած, որն էլ առիթ դարձավ այսպես իրադարձությունների զարգացման եւ նաեւ դատարանի որոշման հետ կապված։ Խոսել իրապես Պուտինյան ռեժիմի պայմաններում միլիարդատեր դարձած եւ բավական մեծ հարստություն ստեղծած օլիգարխի անկախ նրա ազգային պատկանելությունից, որտեղ Պուտինյան ռեժիմ ունի շատ օլիգարխներ, առանց հաշվի առնելու թե ինչպես են հնարավոր դա ստեղծելը, դա մի քիչ կլինի միամտություն։ Նախ մի փոքր ճշտում, ինքը ոչ թե Ռուսաստանաբնակ, այլ Հայաստանաբնակ, ավելի ճիշտ է, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի։ Ինքը եւ պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում արտգործ նախարարության Ռուսաստանի խոսնակը, ինքը հրապարակավ արտահայտվել է, որ հետևում են Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները։ Ռուսաստանի օլիգարխիայի մասին այնքան է գրված հենց Ռուսաստանում, թե ինչպիսին է վիճակը։ Իդեպ նաև օլիգարխների մի մասը ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանի Դաշնությունից, ունենալով խնդիրներ հենց Պուտինյան ռեժիմի հետ, ընդդեմ քաղաքական խնդիր։ Ամենացայտուն օրինակը ներկայումս արտասահմանում գտնվող Միխայիլ Խոդորկովսկին է, որը հիշենք Լուկոյլ հայտնի, կամպանիայի սեփականատերն էր եւ նրան ըստ էության ազատազրկեց Վլադիմիր Պուտինը զուտային բանի համար, որ Խոդորկովսկին որոշել էր քաղաքական այլ ուղղության կուսակցության, այսինքն դիմադիր կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցույց տալ։ Եվ տեսանք, թե ինչպես պատժեց։ Ազատազրկում, հետո նաև ստիպված նա թողեց, նաև սեփական ազրկում իդեպ ասեմ։ Եթե նայենք էլի մեկ այլ օրինակ արդեն էթնիկ հայ, որը միլիոնատեր էր, Լևոն Հայրապետյանը, որին ուղղակի քրեական հետապնդում սկսեցին եւ այն բանից հետո, երբ որ նա քննադատական դիրքորոշում ունեցավ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հանդեպ եւ այդպես էլ մահացավ բանտում։ Այո։ Եվ ցույց չտվեցին որևէ պատշաճ բժշկական օգնություն, ավելին Լևոն Հայրապետյանը հայտնի էր հենց Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր իրապես լայնածավալ բարեգործությամբ, այնտեղ թե Վանքում, թե Գանձասարում եւ թե նաեւ տարբեր ուրեմն ներդրումներ էր կատարել եւ այդ մարդու հետ կապված հիշում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները բարձրացակապես որևիցե ձայն չհանեցին եւ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված էր հենց իրենց հետ ունեցած հարաբերությունների բնույթով, այսինքն չէին նայում, թե ինչքանով է արդարացի, դե բնականաբար Հայաստանի իշխանությունները, նաեւ ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն անդրադառնում, թե ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը եւ ժողովրդավարության վիճակը Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում նաեւ
ընդդիմությունը, այսինքն կարծես թե տաբու թեմա է Ռուսաստանի Դաշնությունում այդ խնդիրները եւ աչքաթող են անում կամ ուշադրություն չեն դարձնում, կարևոր է ունենալ Կրեմլի բարեհաճ վերաբերմունքը եւ անգամ հայ առաքելական եկեղեցին, որի Գանձասարի հայ եկեղեցում Լևոն Հայրապետյանը բավական լուրջ աչակցություններ ցուցաբերել, անգամ հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես որևէ այնպիսի հայտարարություն ոնց որ հիմա ենք տեսնում Այո, չարվեց։ Այսինքն, այստեղ մենք ակնհայտ տեսնում ենք, որ Պուտինյան ռեժիմի կարկառուն օլիգարխներից մեկի ազգությամբ հայ Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձություններին բավական շատ լուրջ ուրեմն վերաբերմունք, հա, եւ պաշտպանությամբ են հանդես գալիս։ Իդեպ ես ասեմ, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե հանկարծ Սամվել Կարապետյանը թույլ տար իրեն այն վարքագիծ, ասենք ոնց որ Խադարկովսկին Ռուսաստանի Դաշնությունում, ապա բնականաբար ենթարկվելով հետապնդումների, ապա ինչպես էին դիրքավորելու այսօրվա իր պաշտպանները, քննադատելու էին Ռուսաստանի իշխանություններին, սատարելու էին, ասենք այդ հանգամանքը։ Սամվել Կարապետյանը, այսինքն ես ուզում եմ ասել, որ Պուտինյան ռեժիմի օլիգարխ այդ ձևակերպում ասածը իր մեջ ունի բովանդակություն այն իմաստով, որ այդ հարստությունը կոռուպցիան սխեմաներով է միանշանակ, որովհետև ամբողջ Ռուսաստանը ուղղակի առանց կոռուպցիայի չի գոյություն ունենալ չկա։ գոյություն չի Այո, կարող։ Մյուսը, որը շատ քիչ է ուշադրություն դարձվում, նրա նկատմամբ նաև ԱՄՆ-ի կողմից, ֆինանսական կարծեմ դեպարտամենտի կողմից է, պատժամիջոցների տակ է գտնում Սամվել Կարապետյանը, որպես հենց պուտինյան ռեժիմի աչակիցներից եւ նրա հետ համագործակցող ուրեմն օլիգարխներից մեկը։ Սա էլ չպետք է աչքաթող անել։ Այսինքն եւ նաեւ հանդիսանում է Հայաստանի դիտական ցանցեր բախշիչ ցանցի ուրեմն սեփականատերը։ այո, Այսինքն Սամվել Կարապետյանը սա այն ռուսական օլիգարխներից է, որը ունի ակնհայտ աջակցությունը որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, որպես օլիգարխ, ռուսական ուրեմն Կրեմլի ռեժիմի կողմից, բռնապետական ռեժիմի կողմից եւ Թելությունը ո՞րն էր Սամվել Կարապետյանի, պարոն Սաքունց։ ես ճիշտ ասած, գիտեք, մի բան կարող եմ ասել, որ առանց Պուտինյան ռեժիմի, չգիտեմ, անձամբ կլինի Պուտինը, թե նրա որևիցե կառույցի հետ համաձայնության, ինքը ընդհանրապես որևիցե հայտարարություն կամ որևիցե քայլ չի կարող անել։ Այնպես չէ, որ այդտեղ ասում են, թե դե գիտեք, բանը այսպես հզոր օլիգարխ է եւ այլն։ Այդ հզոր օլիգարխները դառնում են ընդհանրապես խղճուկ վախկոտներ Պուտինի մոտ եւ մենք տեսել ենք նույնիսկ այնպիսի տեսանյութեր, երբ որ Պուտինը նստած եւ թելադրում է ուրեմն օլիգարխներից մեկին, որ այստեղ ստորագրի եւ նա խելոք ենթարկվում է, հա, ասենք թե այնպես չի որ ասենք թե դրանք հիմա դուրս է գալիս այնտեղ մուկ են, այստեղ առյուծ են, հա, Հայաստանում, այսինքն այստեղ նաեւ մի մյուս ենթատեքստն է բացահայտվում, որ Հայաստանը դիտարկում են որպես ուրեմն մի տարածք, որտեղ մետրոպոլիան հանձինս այդ գաղութային կենտրոնի կարող է իրեն ցույց տալ կամ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ դուք ով եք ընդհանրապես այդտեղ, որ ինչ որ քայլեր եք կատարում, եւ մենք տեսանք, որ տարբեր անթափույց իհարկե, տարբեր քաղաքական ուժեր, չնայած բազմաթիվ հարցերին, խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի հանդեպ իր դաշնակցության պարտավորությունը չկատարելը, ռուսական այսպես կոչված ուժերի, ռազմական ուժերի ներկայությամբ եւ Եռակոմ այդ հայտնի համաձայնագրով Արցախի բնակչության անվտանգության, հա, որպես երաշխավորը հանդիսացած ուժի այդ
ուղղակի փոխտվությամբ ասեմ, թե աջակցությամբ բռնաթափվեց, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Ավելին ռուսական տարբեր պաշտոնատար անձինք, Պետդումայի падգամավորներ եւ այլն, նույնիսկ ուղղակի արդեն հրապարակավ չեն էլ թաքցնում, ասում են, որ բա գիտեք, առանց Ռուսաստանի աջակցության Ադրբեջանը Արցախը չէր կարող վերցնել եւ Ռուսաստանը ըստ էության Արցախը, Լեռնային Ղարաբաղը հանձնեց, վերադարձրեց կամ հանձնեց Ադրբեջան։ Եվ այս բոլորի հետ կապված այսօրվա թե Սամվել Կարապետյանի կողմից կամ եւ նրա սատարողների կողմից որևէ խոսք, թթու խոսք անգամ չի ասվել։ Ավելին, ես կարող եմ ասել, որ նաեւ իհարկե իշխանության ամենաբարձր մակարդակով ուրեմն այդպիսի սուր քննադատություն չի հնչել, իհարկե ինչպես քաղաքասարակության, հա, մեր շրջանակների կողմից է հնչում, բայց փաստ է, որ ասենք թե հապկի շրջանակներում անդամության սառեցումը կամ Երոմիության անդամության գործընթացի սկզբի մասին օրենքի ընդունումը կամ վարչապետի Անկարա այցելությունը, այս վերջի այցելությունը, հա, սրանք խոսում են, որ վկայում են ավելի ճիշտ, որ փորձեր են արվում ինքնուրույն որոշումներ կայացնելու առանց Կրեմլի համաձայնության։ Դե նախորդ իշխանություններով չկար այդպիսի բան, որ ասենք Կրեմլի կարծիքը կամ առանց Կրեմլի հետ քննարկելու կամ հաշվի առնելու նրա դիրքորոշումը, որից է արտաքին քաղաքական որոշում կայացվել Հայաստանի կողմից, եւ ամենացայտուն օրինակը ելի կհիշեցնենք 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունն էր, երբ որ ուղղակի մեկ գիշերվա ընթացքում հանդիպումից հետո կտրուկ փոխվում է որոշումը, հայտնի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ չեն ստորագրելու Արևելյան գործընկերության ասոցիացման համաձայնագիր, այլ ընդհակառակը անդամագրվելու են Մաքսային միությանը Ռուսաստանի Դաշնության կողմից ուրեմն նախաձեռնված ստեղծվեց այնուհետև ԵԱՏՄ-ի կազմում։ Եվ հիշում եք, երբ այդպիսի մի հայտնի արտահայտությունը Սերժ Սարգսյանի, որ բա երբ որ հարց էր բարձրացնում, բա գոնե խորհրդակցեիք կամ բան, ասում թե ում հետ խորհրդակցեի, ժամանակ կար որ խորհրդակցենք, հա։ Այսինքն ինքնին դա ակնհայտ խոստովանություն է, որ ուժի սպառնալիքի տակ է եղել։ Եվ այդ անդամագրումը եւ այսօրվա այս սատարողները Պուտինյան ռեժիմի կարկառուն օլիգարխներից մեկի սատարողները հիշում եք ամեն կերպ արդարացնում էին Ռուսաստանի Դաշնության այդ ճնշումները այն իմաստով, որ դե գիտեք ոնց անվտանգային նկատառումներից ելնելով ստորագրեցինք, դե Արցախի հանուն զենքը Արցախի ստորագրեցին, արտաքին բանը անվտանգության նկատառումից բացի նաև որ դե խոսքը երբ որ վերաբերում էր Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի վաճառքին Ադրբեջան, դե դա բիզնես է։ Նույնիսկ ռուսները չէին ասում, ռուսական դաշնության պաշտոնատարները չէին ասում, որ բիզնես է, բայց հայաստանյան իշխանության ուրեմն կարկառունները ասում են, թե դա բիզնես է, մենք ինչ կարող ենք անենք, ավելին զենքի վաճառքի միջոցով հսկում է Ադրբեջանին, հա։ Այսինքն մենք ակնհայտ տեսնում ենք այս երկարաժամկետ դիրքորոշումները եւ նաեւ մեզ համար այս փաստարկները հիշեցնում են, որպեսզի հասկանալի լինի, թե սատարողները ինչ դիրքորոշում ունեցողներն են։ Այն դեպքում, երբ որ կա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի հետ կապված, ուրեմն բռնի էթնիկ զտման հետ կապված հարցերում Ռուսաստանի Դաշնության հստակ, հա, հակահայկական դիրքորոշումը կամ հակահայաստանյան դիրքորոշումը եւ այդ պայմաններում իրենք ինչպես են իրենց պահել։ Հիմա ես որ թվարկեցի, թե Հայաստանի ներկա իշխանությունների ինքնիշխան հենքով թեկուզ քիչ, թեկուզ զսպված, թեկուզ մի քիչ թեկուզ վախեցած ասենք թե զգույշ, հա, քայլերը, անգամ այդ քայլերը ինչպես են ինչպիսի արձագանք են ստանում Ռուսաստանի Դաշնության կողմից, հասկանալի է, որ Կրեմլի քիմքին չի Հայաստանի, որ
հանրապետության որպես ինքնիշխան պետության գոյությունը եւ այդ պարագայում նման ակտիվությունը այլ կերպ, քան հենց որպես Կրեմլի քաղաքականության հրահանգների կատարում չես կարող համարել։ Այսինքն մարդիկ կատարում են Կրեմլի ռեժիմի հրահանգը Հայաստանի դեմ քայլեր կատարելով, որպեսզի խոչընդոտեն ինքնուրույնության ձևավորման process-ը, որը բավական բարդ է, որտեղ իրապես մենք հասկանում ենք, որ խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, տնտեսական ամբողջ համակարգը, էներգետիկ համակարգը, կենսապահովման ամենակարևոր, բնագավառները այնքան են սերտաճված Ռուսաստանի Դաշնության հետ, որ դա ինքնին արդեն ոչ միայն վտանգ են սպառնում, այլ նաև խոչընդոտ են հանդիսանում ինքնիշխան պետության կայացման համար եւ հիմա երբ որ փորձ են անում դրանից դուրս գալ, ապա նման ուրեմն արձագանքներ, նման քայլեր են ականատես։ Եվ այստեղ իհարկե մենք իշխանությանը էլի ենք պահանջներ ներկայացում, թե բա լավ, օքեյ։ Հիմա անպայման պետք է Սամվել Կարապետյանը ասեր, որ իմանայի, որ դա ռիսկ, այսինքն ուզում ասեմ, ռիսկերի գնահատման տեսակետից չի գնահատվել, թե որոնք են, եւ հիմա էլ համոզված չեմ, օրինակի համար, մի պահ էլ կարող է գալ, ասենք, թե հայկական երկաթուղու հետ կապված ռիսկեր, կամ կարող է գալ ատոմակայանի միջուկային վառելիքով ապահովելու եւ թափոնները տեղափոխելու, որտեղ բավական շատ լուրջ սրանք հարցեր են, էներգետիկ համակարգի բանն է, գազի մատակարարման հետ կապված հարցերը, ասենք թե այսինքն ունենք մենք Ռուսաստանի Դաշնության հետ կապված ռիսկերի գնահատման մի ամբողջ քարտեզ եւ որպեսզի չսպասենք, որ այդ ռիսկերը սկսեն գործել, զարթնել, ոնց որ այսպես կոչված հանգած հրաբուխները ժայթքեն նոր սկսես պալունդրա, ասենց ահազանգ հնչեցնես, որպեսզի կանխես, այսինքն դու կանխես, որպեսզի այդ ռիսկերը չդառնան իրական գործոններ արդեն գործողության մեջ չդրվեն, թե դու անընդհատ պետք է գտնես արձագանքողի դերում։ Սա հարց է գլոբալ եւ գլոբալ նկատմամբ մեր համար համակարգային խնդիր է, որը պահանջում է իշխանություններից մեծ պրոֆեսիոնալիզմ, ռիսկերի կառավարման կարողություն, պլանավորում եւ նաեւ դրա հիման վրա քայլեր, այսինքն որոնք են այն քայլերը, որոնք պետք է ուղղված լինեն կանխմանը եւ ոչ թե արձագանքմանը, սա շատ կարևոր է։ Եվ մյուս կողմից արդեն արդյոք այդ արձագանքման մեթոդներն էլ արդյունավետ են, որովհետեւ հիմա ես պատկերացնում էի, ճիշտն ասած, որ եւ հիմա էլ համոզման, որ ուղղակի պետք է հայտարարվեր Սամվել Կարապետյան persona non grata, այսինքն ուղղակի անցանկալի անձ եւ հեռացնել Հայաստանի Հանրապետության տարածքից, օրինակի համար։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում,
նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Օրինակ Մայրաթորը, ես հասկացա դուք ուր եք գալիս, Մայրաթորը համարում է, որ դատարանները ենթարկվել են իշխանության ճնշմանը այսպիսի որոշում կայացնելով։ Հիմա դուք երևի այդ մտքին եք գալիս, հիմա ձեր գնահատմամբ դատարանները իսկապես ենթարկվել են իշխանությունների ճնշմանը։ Գիտեք, նախ առաջերտին այո, դատական իշխանության վրա եւ գիտեք, տեղի պետք է ճիշտ ասել, դատական համակարգը այնպիսի վիճակի մեջ է, ցավոք սրտի չբարեփոխված, որ այդ դատական իշխանության վրա եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ տարբեր ինչ որ ուժային կենտրոններ, եթե կարելի է այսպես ասել, ունեն ազդեցություն։ Սա վստահաբար, այսինքն երբ որ խոսում եք իշխանության կողմից ազդեցության մասին, ապա պետք է քաջություն ունենալ եւ ազնվություն ունենալ եւ դուք եք ունեք ազդեցություն այդ դատական համակարգի վրա։ Սա այնքան ակնհայտ է, որ մենք ցավոք սրտի նույնիսկ եմ կրում դեռևս չկարողացանք դե մինչև 18 թվականը ակնհայտ էր, բայց 18 թվականից հետո դատաիրավական բարեփոխումներով չկարողացանք ձևավորել իրապես բովանդակությամբ անաչառ անկախ դատարան, որը զերծ կլինի որևէ այլ արտաքին միջամտություններից, նաև կկարողանա դիմագրավել, հա, եւ էլի անդրադառնանք, թե երբ որ դու ասում ես դատարանը գտնվել, այո, դատարանը դատավորը կոնկրետ կարող է գտնվել իշխանության ճնշման տակ, բայց մեկ այլ դատավորել ձեր, այսինքն երբ որ արդարացման վճիռ են կայացնում, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումներ են կայացնում, այն ժամանակ իշխանության ճնշում չկար։ Հիմա ես պետք է ընդհանրեմ, որ իշխանությունը եթե տոտալ հսկողություն դատական իշխանության վրա, ապա նման որոշումներ չպետք է լինեն, բայց քանի որ նման որոշումները կան, ուրեմն կամ պետք է ասել, որ դուք էլ ունեք ճնշման հնարավորություն եւ իշխանությունն էլ ունի, ով որտեղ կարողանում է հասցնում է իրեն բարենպաստ վճիռ ուզում կայացնի կամ արդյունքի ուզում ձգտի հասնի։ Սա ողբերգություն է իհարկե դատական համակարգի համար, բայց ընդհանրապես
կալանքը որպես խափանման միջոց, այդ դրա կիրառման տոկոսը բավական բարձր է Հայաստանում։ Սա մենք արձանագրել ենք որպես մտահոգություն։ Ազատազրկման ձևով խափանման միջոցի կիրառումը ամենավերջի միջոցն է, որտեղ մենք ունենք ուրեմն խափանման միջոցի մի ամբողջ սպեկտր։ Բոլոր արդյոք այդ խափանման միջոցների տարբերակները քննարկվել է դատարանի կողմից եւ եկել են այն համոզման, որ չէ, ամենաարդյունավետ միջոցը կալանքը պետք է կիրառվի։ Հասկանում եք, այսինքն այստեղ օրինակ խուսափել քրեական գործի քննություն իրականացող մարմնից, փախչել, ազդեցություն ունենալ քննչական մարմնի վրա, ազդեցություն ունենալ հնարավոր, չգիտեմ, գործով անցնող կամ ենթադրվող վկաների վրա եւ այլն։ Պարզ է, որ Սամվել Կարապետյանը օբյեկտիվորեն է շատ լուրջ ռեսուրսներ ունեցող մարդ է։ Շատ, դատեղ ոչ մեկը կասկած չունի։ Ուղղակի այն արտահայտությունը, որ մեր ձևով կմիջամտենք, այո, կլուծենք խնդիրները, այդ մեր ձևովի բացահայտման կամ պարզաբանման համար արդյոք պետք էր կամ համաչափ էր կամ իրավաչափ էր այս իրավական գործողությունները, որ կատարվեց, որովհետև ամենանվազագույնը պետք է ուղղակի պարզաբանում պահանջվեր։ Թեկուզ քրեական գործ է հարուցում, ենթադրենք խափանման միջոց է կիրառում, ասենք ստորագրություն չհեռանալու մասին կամ տնային կալանք եւ այլն, ու այդ պարզաբանումը ստանում ես։ Վերջնասուր ինչ նկատի ունեք, ձեր ձևերը որոնք են, օրինակ, եթե քաղաքական միջոցներ չկա եւ այլն։ Պարզ է, որ ընդհանրին ցանկացած քաղաքացի, երբ որ կանգնում ասում է, ես պետք է այս իմ ձևով հարցը լուծեմ, դա խոսքի կշերքը բոլորին այլ արժեք ունի, քան ասենք թե ասում է նման կարողության տեր մարդը։ Ես հիշեցի մի օրինակ պետք է բերեմ, այնուամենայնիվ թեկուզ եթերային ժամանակին հիշում եք, կար պատգամավոր Շմայսը մականունով, Ռաքել Մովսիսյանը, երբ որ նա հայտարարեց, թե մի անգամ իր հարցազրույցում, թե ով որ պաշտպանության նախարարին այն ժամանակ Սերյան Նոհանյանն էր, կքննադատի, ես նրան կամ գլխատելու եմ, կամ գնդակահարելու եմ ավելի ճիշտ, կամ էլ բռնաբարելու եմ։ Ну, լավ, բռնաբարելու ինստրումենտի մասին չենք խոսում, բայց քրեական մենք հաղորդում տվեցինք եւ պարզակրեական գործը կարճվեց անհիմն լինելու, բայց մենք բողոքարկեցինք եւ հետաքրքիր ինչն էր, որ ինչքանով է իրատեսական, որ կգնդակահարի։ Հիշում եք 2018 թվականից հետո, երբ որ խուզարկություն տեղի ունեցավ նրանց տանը, Ռաքել Մովսիսյանց, ինքը հանձնեց ապօրինի պահվող զենքը։ Այսինքն, եթե այն ժամանակին քննչական մարմին օբյեկտիվ քննություն կատարեր, օրինակ հիմա դուք գնդակահարելու եք որտեղից է ձեզ միջոցը, եւ քննություն իրականացնեին ՕՀՄ եւ այլն, պետք է բացահայտեին, չէ՞, որ ասենք թե գոյություն ունի ապօրինի պահող զինամթերք, որը արդեն իրական է, որտեղ մարդը եթե տիրապետում այդ զենքին, արդեն նաեւ կարող է եւ ունենալով նման կարգավիճակ, կարող է եւ համարի, որ ինքը իրական դառնա, իրական։ Այսինքն, եթե ենթադրում ենք, որ Սամվել Կարապետյանը իր ձևով կամ իր ձևը ասածը ինչն է, որովհետև չգիտեմ, արդյոք դա իրավական այն մեթոդները, որ կիրառեցին համաչափ է, այստեղ շատ լուրջ հարց կա, որովհետև դրա հետ զուգահեռ, այո, ես դրան էլ եմ անդրադարձել, Տաշիր գրուպի ինչ-որ կաթնամթերքի արտադրություն ստուգումներ են կատարել եւ թերացումներ են գտել, որի հիման վրա դադարեցել են արտադրություն մինչեւ թերացումների վերացումը։ Այսինքն այս ժամանակային առումով նման գործողությունների համընկումը ակնհայտ անաչար դիտորդի մոտ կարծիք է ձևավորում, որ տեղի ունի իրապես ճնշում, որովհետեւ այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում արդյոք այդ սանիտարահիգիենիկ պայմանները այնպիսին են, որ թերություններ չկան, կամ եթե թերությունները կան, ապա դրանց վերացման համար արտադրությունը կանգնեցնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ արդյոք Տաշիր գրուպի այդ կաթնամթերքի արտադրությունում այդ թերությունները վերացնելու համար անպայման էր արտադրության դադարեցումը, այստեղ հարցեր են, որոնց վերաբերյալ մենք պետք է օբյեկտիվ, ուրեմն եւ համակողմանի եւ ամբողջական տեղեկատվություն ունենանք,
որպեսզի կարողանանք օբյեկտիվ նաև կարծիք եւ ուրեմն հիմնավոր կարծիք ունենանք, բայց այն որ եւ սա այս թվարկում եմ այս ամեն ինչին չեմ արել, որ քիչ առաջ երբ ասեցի այդ ճգնաժամային իրավիճակներում ռիսկերի ժամանակ իշխանության կողմից արձագանքների օրինաչափությունը, արդյունավետությունը, համաչափությունը շատ կարևոր է, որովհետեւ լավագույն նպատակները սա միշտ պետք է հիշենք։ Արդարացի նպատակները ոչ իրավական մեթոդներով հնարավոր չէ լուծել։ Այսինքն արդեն այն խնդիրը, որ դրվում է կանխել ենթադրենք սպառնալիքը, որը իրապես գտնում ենք օբյեկտիվ գոյություն ունի, որ ներկայացած նույնիսկ այդ նպատակին ոչ իրավաչափ ու ոչ համաչափ միջոցներ կիրառելու դեպքում այդ խնդիրը լուծելու համար ամբողջ ուշադրությունը արդեն դարձվում է ոչ թե այդ խնդրի, այլ թե այդ խնդրի լուծումը ինչ ձևով է իրականացվում եւ որտեղ եթե դա իրավաչափ չէ կամ իրավաչափության ու համաչափության հետ կապված կասկածներ կան, ինքը արդեն առաջին պլան է մղում։ Այստեղ գրագետ իրավական հիմնավորումը, որտեղ հիմա սա ասում են լավ 5-րդ էշելոն, սպանեցիք թողի, լավ, այսքան տարի, հիմա քիչ առաջ ես ընթերցում եմ Արգենտինայում ռուսական ազդեցության մի ամբողջ ցանց են բացահայտել։ Անվտանգային մարմիններ աշխատել են։ Լավ, մինչև հիմա անվտանգության ծառայությունը, հակահետախուզությունը, ռուսական ազդեցության ցանց, որը ապօրինի միջոցներ է կիրառել, ֆինանսներ, չգիտեմ, եւ այլն, բայց չեք բացահայտել առանց այդ փաստերի։ Հո չի կարելի միայն ինչ որ տրամաբանական շղթաներ կազմելով, հրապարակախոսության մակարդակով։ Ես կարող եմ այդ վերլուծություն անել, որտեղ չունեմ այդ միջոցները, այդ ցանցերը բացահայտել։ Դուք կարող եք որպես լրագրող հետաքննություն անել, բայց պետական մարմինները պետք է այդ ուղղությամբ աշխատանք կատարեն, հիմնավորեն։ Չնայած մենք բավական լուրջ փաստեր ենք ներկայացրել։ Օրինակի համար, ես ինչի հենց տեղին է հիշատակել։ Ամփոփենք այդ օրինակով, պարոն Սաքունց։ Տեսեք, հիշում եք Պերմյակովի դատավարության ժամանակ, Ավետիսյանի սպանության ժամանակ, Պերմյակովը այդպես է չհանձնվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։ Պերմյակովը թույլ չտվեցին, որ Պերմյակովը գա Հայաստանի Հանրապետության դատարան, Գյումրիի Շիրակի մարզի առաջին Ատյան ընդհանրության դատարան։ Եվ դատական նիստերի իշխանությունը համաձայնվեց, որ Հայաստանի Հանրապետության դատարանը իր դատական նիստերը անցկացնեն ռուսական բազայի տարածքում։ Դուք հասկանում եք, այս ինքնիշխանությունից զիջման ամենացայտուն օրինակը, դա շատ վիրավորական չէ, ասենք ռուսական բազան ինքն է որոշում, թե որտեղ հանցագործության մեջ կատարման մեջ մեղադրող անձին դատեն իր ծառայողին։ Հիմա Ռազգիլձեևի կողմից Ջուլիետա Ղուկասյանի այդ նկատմամբ այդ բռնության եւ որ հետևանքով մահացավ։ Դատական նիստին ռուսական բազայի հրամանատարը էլի չի թույլ տալիս, ասում է չեմ թույլ տալիս Ռազգիլձեևին բերել Գյումրիի ուրեմն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Չեք թույլ տալիս։ Հիմա կներեք, սա խնդիր չի, ինչի՞ չեք բանանում այդ նոտահաղում, որ դու ով ես էլի այդ հրամանատար կամ զինվորական, որ խոչընդոտեց Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացման։ Հասկանում եք, այստեղ եւ երբ որ այս հարցերը տեսնում ես, ասում ես լավ, այս ժամանակ կոնկրետ արդեն փաստեր կան, չէ՞, որ խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության դատական համակարգին։ Դատական նիստերը շատ դեպքերում հետաձգվել են հենց թույլ չտալու հետևանքով։ Բան չի չեք միջոցներ ձեռք կրում, սա էլ փաստ է, չէ՞։ Ուզում ասել, այնտեղ որտեղ փաստեր չկան, ավելի շատ խոսում են, իսկ այնտեղ որ փաստեր են ներկայացնում, այդ փաստերի մասին ընդհանրապես որևէ գործողություն չկա։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։